ձայնը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի ուղիղ եթերում կրկին ձեր ձայնը լսելի է։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ մեզ ոչ միայն լսել, այլև դիտել մուտք գործեք armradio.am կայք, լայվն այնտեղ գործարկված է։ Նաեւ մեզ կարող եք հետևել Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջի միջոցով։ Մենք այսօր մի թեմայի ենք անդրադառնալու, որ հիմնականում առնչվում է բոլորին, գրեթե բոլորին, հատկապես այն մարդկանց, ովքեր կարիերա են փորձում ստեղծել, ովքեր փորձում են մասնագիտություն ձեռք բերել եւ շարունակել իրենց աշխատանքը կամ բիզնեսմեն են, որ պիտի կարողանան իրենց թիմը ճիշտ հավաքել։ Մենք խոսելու ենք աշխատաշուկայի զարգացումների մասին Հայաստանում, փորձելու ենք հասկանալ ինչ պահանջարկ եւ առաջարկ կա, ինչ խոչընդոտներ առհասարակ կան, որքան է փոխվել աշխատողի ընտրության չափորոշիչը վերջին տարիներին, ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաներն ազդում մասնագետների ընտրության, աշխատանքի ձևերի, ինչու ոչ նաեւ բիզնեսի զարգացման վրա։ Իսկ այդ հարցերի իմ բոլոր հարցերի պատասխանները մեզ կտա HR փորձագետ եւ կառավարման խորհրդատու Լաուրա Վիրաբյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Լուսինե։ Բարի գալուստ մեր ստուդիա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, որովհետեւ կարևոր թեմայից ենք խոսելու, որտեղ կան բազմաթիվ չասված բաներ իրականում։ Մենք քիչ ենք անդրադառնում եթերային մակարդակով այս խնդիրներին, բայց որքան շատ խոսենք, այնքան գուցե կարողանանք մասնագետների խորհուրդների միջոցով, թե բիզնես միջավայրում, թե աշխատողների միջավայրում որոշակի մշակույթ, նոր մշակույթ ամրապնդել։ Կարծում եմ համամիտ եք։ Բացումը սկսեցի նրանով, թե ինչ է փոխվել Հայաստանում առհասարակ, եթե նախկինում աշխատանքի ընդունվելու ձևերը բոլորովին այլ էին, գործատու աշխատող հարաբերություններն էին բոլորովին այլ, ապա այսօր խաղի կանոնները կարծես թե փոխվել են։ Ինչ է փոխվել վերջին տարիներին, եթե դիտարկենք, կարող եք որևէ թվական վերցնել եւ համեմատություն անել։ Խնդրեմ։ Շատ բարի Լուսինե ջան, նշեմ, որ վերջի տարիների փոփոխության վրա ազդեցություն է ունեցել 20 թվականի համավարակը, երբ համավարակի ընթացքում եւ համավարակից հետո արդեն աշխատանքը փոխեց իր բնույթը, դարձավ հիբրիդային եւ աշխատակցի վարքագծի վրա դա ազդեցություն ունեցավ, նաեւ ազդեցություն ունեցավ աշխատող եւ գործատու փոխհարաբերությունների վրա։ Եթե նախկինում գործատուն չէր պատկերացնում, որ կարող է աշխատակիցը աշխատել տանից եւ կատարել նույն աշխատանքը նույն պրոդուկտիվությամբ, ցույց տալ եւ գրանցել նույն արդյունքները, ապա համավարակը բերեց իր հետ նոր փոփոխություններ եւ ապացուցեց, որ հիբրիդային աշխատանքը նույնպես կարող է լինել արդյունավետ եւ աշխատակիցը, եթե համապատասխանում է իր կատարած աշխատանքին, հա, ինքը կոմպետենտ աշխատակից է, էական չէ, իր աշխատանքը իրականացնում է օֆիսային տարածքում, թե տանից է աշխատում, հա։ Եվ ընդհանուր մինչև օրենսդրական փոփոխություններ եղան այդ մասով, ավելի ճկուն դարձավ, ավելի ճկուն դարձավ, հնարավորություն ունենան։ Այո, գործատուներին տրվեց հնարավորություն նաև աշխատաժամերի մասով հաշվարկներ տանել հեռավար աշխատանքի սկզբունքից ելնելով, որպես վարքագծի փոփոխություն աշխատակցի կարող եմ նշել համավարակը։ Բայց երբ այսպես ետ եմ գնում, նայում եմ, երբ ես էի նոր մուտք գործում աշխատաշուկա, դա վաղուց էր։ Ինձ համար որպես ռեսուրս, որ մուտք էի գործում աշխատաշուկա, շատ կարևոր էր պատասխանատվության զգացում ունենալը կատարած աշխատանքի հանդեպ, այսինքն այդ գերազանցիկության սինդրոմ ունենալը, որ եթե մի աշխատանք կատարում ես, պետք է այն լիարժեք լինի, պետք է գոհացնես ղեկավարին, այո, լավը լինի, եւ եթե անգամ ինչ որ մի հարցում կաղում ես, դու պետք է շատ արագ վերապատրաստվես եւ այդ բոլոր գործառույթները հավուր պատշաճի իրականացնես։ Երբ որ գալիս եմ մեր օրեր, եւ ես ինքս էլ որպես գործատու տեսնում եմ այդ փոփոխությունները, կարող եմ ասել, որ էական տարբերություն ունենք եւ ինչ ունեինք նախկինում, հա, մի քանի, թեկուզ 10 տարի առաջ, ինչ ունենք, ինչ արձանագրում ենք այս պահին աշխատաշուկայում, քչացել է պատասխանատվությունը։ Այո, պատասխանատվության զգացումն է քչացել եւ այստեղ մի կարևոր այսպես տեղափոխում է եղել։ Եթե նախկինում գործատուն էր ընտրում աշխատակցին, այո, մենք ունեինք հնարավորություն ընտրելու համապատասխան տեխնացուի, ապա ներկայումս կարծես թե մի փոքր տեղերով փոխվել ենք։
Աշխատակիցն է ընտրում գործատուին։ Այո, աշխատակիցն է ընտրում, թե ինքը որ գործատուի մոտ գնալ եւ որպես ռեսուրս ռեալիզացվել։ Եվ այս դեպքում, եթե դիտարկենք գործատուի տեսակետից, ինչքան պետք է գործատուն գրավիչ գործատու լինի, ինչքան պետք է ժամանակակից մոտեցումներ դրսևորի, բացի աշխատավարձը ինչպիսի մոտիվացիոն ծրագրեր պետք է իրականացնի, որ ինքը դառնա այն գրավիչ տեխնացուն, այո, որին որ արդեն ռեսուրսը գնում է դեպի գործատուն։ Մենք հաճախ երբ գործատուների հետ խոսում ենք, լսում ենք մի բան, որ իրենք դժգոհում են, թե ոմանք դժգոհում են, ոմանք էլ ասում են խաղի կանոններն են այդպեսին։ Դժգոհողներն ասում են, որ իրենք, այսպես ասած, օգնում են աշխատողին ինտեգրվել միջավայրում, տալիս են գիտելիքներ, որոնք իրենց դարձնում են էլ ավելի պահանջված մասնագետ, մասնագետը աճում է, հետո գնում է մեկ այլ ընկերությունում է աշխատում եւ իրենք ափսոսում են այդ ամբողջ գործընթացը, որ տեղի է ունեցել, ասում են, հետո գնում է այլ ընկերության համար է սկսում աշխատել։ Բայց նաեւ գիտեմ շփվել եմ գործատուների հետ, որոնք ասում են դե ուրեմն ավելի լավ տարբերակներ են առաջարկել մարդուն եւ նա էլ գնացել է, խաղի կանոններն են այդպեսին։ Ճիշտ եք դիտարկում, Լուսինե ջան, այստեղ կարող եմ որպես մասնագետ կարծիք հայտնել այդ վերափոխման մասով, աշխատակցի մոտիվացիան է փոխվել։ Այսինքն զուտ միայն բարձր աշխատավարձը բավարար չէ, որպեսզի նա մնա, միջավայրը եւս կարեւոր է։ Այո, միայն բարձր աշխատավարձով գործատուն ըստ իս չի կարող ներգրավել աշխատակցին եւ պահել բոլոր այն նպատակների իրագործման հարցում, որտեղ որ ինքը օրինակ իր ռազմավարության մեջ ներդրել է, հա, որ աշխատակիցը իր հետ պետք է այդ ճանապարհը անցնի։ Այստեղ շատ կարևոր է հասկանալը, թե ներկայիս սերնդի կամ ներկայիս աշխատաշուկայի պահանջները որոնք են, որպեսզի դու կարողանաս աշխատակցին լիարժեք ռեալիզացնել եւ լիարժեք ինտեգրել քո process-ների մեջ, հա, այստեղ շատ կարևոր է մրցակցային աշխատավարձի տրամադրումը, բարբերաբար շուկայի ուսումնասիրությունը եւ տրամադրել այնպիսի աշխատավարձ, որ աշխատակիցը զգա, որ ինքը ետ չի մնում աշխատաշուկայից եւ պահանջված է։ Եվ պահանջված է, այո, հաջորդ հանգամանքը կարող եմ նշել հնարավորությունները։ Գիտեք, գործատուների մեծ մասը կարծում է, որ բարձր աշխատավարձ սահմանելով, բայց երբեմն սահմանափակումներ դնելով մտքի գաղափարի ռեալիզացիայի մեջ կարող է աշխատակցին պահել, բայց մենք պետք է նաև հնարավորություններ տանք աշխատակցին ինքը նորարարություն բերի թիմ, տեսանելիությունը, հա, ուր է գնում ընկերություն, ինքը արդյոք տեսնում է այդ առաջընթացը, ծերացող ընկերություն է, թե զարգացող ընկերություն է, աշխատակիցների ինդիկատորներն են փոխվել գործատուի հանդեպ։ Դուք այստեղ առողջ թիմային գաղափարախոսության մասին եք, հա, խոսում։ Այո, թիմի ներսում պետք է նախ նշեմ, որ ղեկավար արդեն տերմինը վերափոխվել է, հա, լիդեր, առաջնորդ տերմինով, եթե ղեկավարը միանձնյա որոշումներ էր կայացնում, ղեկավարում էր եւ այստեղ քննարկումները լինում էին միայն այն դեպքում, երբ արդեն որոշումը կայացված է, ապա մեր օրերում կարծես դա էլ է վերափոխվել, դա էլ պետք է մենք հաշվի առնենք։ Մենք աշխատակիցների հետ պետք է հաշվի նստենք միջև որոշումների կայացումը։ Ընդհանուր հայտարարի գալ։ Այո, նրանց ներգրավենք մեր որոշումների մեջ, ցույց տանք նրանց ազդեցությունը այդ որոշման վրա, որpիսի կարողանանք պահանջել լիարժեք արդյունք։ Կարևորում ենք նաև իրանց այս մասնագիտական անձը, որpիսի թյուր կարծիք չստեղծվի, ամենակարևորը որ թիմի ներսում հասկանան գլխավոր կետը որն է, որին բոլորով պիտի ձգտեն, հետո արդեն գաղափարների գեներացում։ Սա եւս շատ կարևոր է, բայց դուք նշեցիք, որ պատասխանատվությունը փոքրինչ ընկել է, եթե համեմատենք մեր տարիների հետ։ Ես նաեւ նկատել եմ եւս մեկ բան, ես միշտ եթերում եմ ասում, որ հրաշք սերունդ ունենք, մեր երիտասարդները մեկը մեկից հետաքրքիր են, կրեատիվ մտքերով, իրենք ի տարբերություն մեզ այդ տարիքում հստակ գիտեն ինչ են ուզում։ Բայց նաեւ տեսնում ենք մեկ այլ ծայրահեղություն, որին բախվում են գործատուները, երբ երիտասարդը գալիս է եւ ունի շատ ավելի մեծ ինքնավստահություն եւ ինքնագնահատական, քան ինքը կա, ու այս պարագայում պահանջում է աստղաբաշխական թվեր, որpիսի նա աշխատի։ Սա ինչից է գալիս եւ արդյոք նա ի վերջո եթե այդպիսի թվեր է ուզում գտնում է նման աշխատանք այն պարագայում, որ այնպես չի որ շատ փորձառություն ունի, այնպես չի որ գիտելիքներով փայլում է, ուղղակի որոշ փափուկ հմտությունների է տիրապետում, որ գուցե ավելի փորձառուն չի տիրապետում։ Ցավոք պետք է, այո,
փաստեմ, որ դուք շատ ճիշտ եք դիտարկում, ներկայիս սերունդը մի փոքր տարբերվում է իր պահանջներով գործատուի հանդեպ եւ այստեղ կարող եմ նշել, որ երբ ուսումնասիրում ես սերունդների տեսությունը, տեսնում ես, որ պատմական ակնարկները, իրադարձությունները ազդեցություն են ունենում այդ սերնդի մտածողության, վարքագծի, պահվածքի, հա, վրա։ Եվ ներկայիս սերունդը ապրում է մի ժամանակաշրջանում, եւ տեխնոլոգիաները շատ արագ սրընթաց զարգացում են ունենում։ Եվ սա բերում է մի վարքագծի, այո, որ աշխատակիցը նվիրվածության նվազեցում է լինում, հա, կապվածության, հավատարմության, ավելի ինքը դառնում է ինդիվիդուալ եւ ավելի կենտրոնացված է լինում իր անձի վրա, ոչ թե գործատուի գաղափարների կամ կազմակերպության տեսլականի, եւ այստեղ արդեն վարքագծի տեսակետից ինչպես դուք նշեցիք, Լուսինե ջան, աշխատակիցը իրեն արդեն դրսևորում է այնպես, կարծես որ ինքն է որոշումները կայացնում իր աշխատանքի հետ կապված եւ ինքն է ռեալիզացվում այնպես, ինչքանով որ ինքը այդ պահին կարող է ռեալիզացվել։ Դա բերում է խնդիրների իհարկե։ Բազմաթիվ խնդիրների եւ այն ընկերություններում, որտեղ որ թիմերի ներսում տարիքային շեմը միջին տարիքից բարձր է, այդ նորեկները, նոր սերնդի ներկայացուցիչները շատ դժվարությամբ են ռեալիզացվում։ Եվ այստեղ արդեն գալիս է մեր մասնագիտական ունակությունները, ինչու են հիմա մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները այդքան պահանջված, ինչու է outsource, այո, կարևորված կամ outsource ծառայությունները ինչու են կադրերի բաժնի աշխատակից էր, որը միայն ընդունում ազատում էր, արձակուրդ ձևակերպում, այդքանով ավարտվում էր նրա գործառույթը եւ երբեմն նաեւ օգնում էր տնօրենին ընթացիկ հարցերով։ Այս պարագայում փոխվել է ամեն ինչ։ Ամեն ինչ է փոխվել։ Այս պարագայում արդեն պատասխանատվությունը աշխատակցի մնալու թիմում աշխատելու, վարքագծի դրսևորման, լոյալության, համապատասխանելիության, թիմում արագ ինտեգրվելու, այս ամենը եկել է արդեն մեզ վրա, հա, մասնագետների վրա։ Իսկ թիմում առողջ միջավայր պահպանելու հարցում եւս մեծ գործոն ունի, չէ՞։ HR մասնագետը շատ մեծ գործոն ունի եւ կոմպետենտ HR-ը պետք է մշակի այն բոլոր ընթացակարգերը, որոնք այդ համակեցության կանոններ, հա, չէ՞ որ բանալի բառը պետք է։ Այո, հա, Լուսինե ջան, ճիշտ է։ Մենք դեռ այդ մշակույթի ձևավորման փուլում ենք, ճիշտ եմ հասկանում։ Փուլում ենք, քանի որ ինքն ճիշտ է, այդքան էլ նոր մասնագիտացում չէ, ինքը շատ արագ եւ դինամիկ զարգացավ, բայց այդ արագության հետ մեկտեղ կարծես թե որակապես որոշ խզումներ ունենք այս մասնագիտության մեջ։ Եվ ներկայումս այն ամբողջապես, եթե դիտարկենք զարգացած երկրների փորձը, ապա HR-ը այն աշխատակիցն է, ով կլոր սեղանի շուրջ նստում է նույն ղեկավար թիմի հետ եւ նույն կերպ հավասարապես ներգրավված է բոլոր որոշումների, ռազմավարական որոշումների կայացման մեջ։ Ինչու է դա այդպես։ Աշխատակիցների ներգրավումը, աշխատակիցների պահելը, զարգացնելը, իրենց քո գաղափարակիցը դարձնելը ոչ թե երբեմն, այլ մեծ մասում ժամանակի խնդիր է հենց հիմնադրի համար, հա, բիզնեսի սեփականատիրոջ համար։ Այո, եւ ինքը ժամանակ չունի տրամադրելու աշխատակիցներին։ Չէ՞ որ շատ արագ է աշխատաշուկան զարգանում եւ բիզնեսը ինքը կարիք ունի այդ վազքի մեջ փոքր շուկաներում հատկապես այդ վազքի մեջ մրցակցային լինելը։ Եվ այստեղ արդեն պատվիրակում է կառավարման այդ հատվածը HR-ին, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետին։ Եվ ինչպես ես միշտ նշում եմ իմ ուսանողներին, որ HR-ը դա ազնվական մասնագիտություն է, մենք այսպես ուսադիրներ ենք կրում եւ շատ կարեւոր է, ինչպես դուք նշեցիք, այդ կամուրջը պահելը գործատու եւ աշխատակից փոխհարաբերությունների, չէ՞ որ այդ նույն աշխատակիցը գալիս է իր տանից, որտեղ բացարձակապես այլ մշակույթ է կրում, այլ խաղի կանոններ են այնտեղ եւ ինչքան աշխատակից ունենք, բոլորը եթե գան եւ իրենց աշխատանքը կազմակերպեն իրենց բերած մշակույթով, ինչ կդառնա։ Այս պարագայում, որ միշտ չէ, որ այդ մշակույթը լավն է, հաճախ մենք նկատում ենք որոշակի թերություններ, որոնք օրինակին անձամբ շատ զայրացնում են հանգամանքը, որ ներկայանալու ձիրք չկա եւ միանգամից կարող են իրենց թույլ տալ դույով խոսել,
կամ գործնական խոսակցությունները երբ կատարվում են գրառումների միջոցով, դրանք տեղի ունենան լատինատար, դույով կամ voice message-ներով, այսինքն ձայնային հաղորդագրություններով, այն պարագայում, որ կան հստակ կանոններ գործատու աշխատակից կամ աշխատանքային գործունեության մասով, որոնք պիտի պահես, դա պրոտոկոլ է եւ դա շեղել չի կարելի, այն պարագայում, որ հաճախ մենք տեսնում ենք, որ դա նաեւ խախտում է հենց տնօրենը։ Այո, շատ ճիշտ եք ասում, այն ընկերությունները, որտեղ կա մշակված եւ ներդրված այդ ընթացակարգերը, կորպորատիվ մշակույթ ասված է, էթիկական նորմեր, վարվեցողության կանոններ, կամ համակեցության կանոններ, չէ՞ որ այդ նույն աշխատակիցները գալիս են մեկ տանիքի ներքո, համախմբվում են Եվ այսպիսի մի ստատիստիկա կա, որ աշխատակիցը 60% իր կյանքի անցկացնում է աշխատավայրում, միայն 40%-ն է տանը։ Ես հիմա կարող եմ ասել, որ դա էլ է փոխվել։ 80%-ն ենք մենք աշխատանքի վայրում եւ 20%-ն ենք լինում տանը մեր ընտանիքի հետ։ Եթե հանրային ռադիոն հաշվարկենք, մարդիկ կան, որ 24 ժամյա ռեժիմով են աշխատում եւ ինձ հետ համաձայն մեզ մոտ կոչվում է ռադիոտուն։ Մենք միշտ ասում ենք մի մեծ ընտանիք։ Այստեղ հարաբերությունների կարգավորման գործընթացն է, որ առողջ է միջավայրը պահելու համար։ Փափուկ հմտություններին էլ եմ ուզում անդրադառնալ, որովհետև մենք խոսեցինք խնդիրներից եւ նաեւ հաճախ խնդիր է լինում լավ մասնագետ է գալիս, շատ լավ նեղ մասնագիտական որակավորմամբ, փորձառությամբ, բայց չի տիրապետում փափուկ գիտելիքներին, որոնք դառնում են խոչընդոտ իր համար։ Փոխարենը գալիս է ավելի ոչ փորձառու մասնագետ, որը այդքան էլ լավ մասնագետ չէ, բայց տիրապետում է այդ փափուկ գիտելիքներին եւ ունի ճարտար լեզու եւ շահում է նա։ Սա մի քիչ անարդար է իհարկե, բայց եկեք հասկանանք ինչպես բալանսավորել այդ խնդիրը։ Բալանսավորման հարցում ես այստեղ տեսնում եմ որպես լուծում ժամանակի պահանջի թելադրանքը։ Ճկուն լինել։ Այո, լինել ճկուն, դրսևորել, եթե անգամ դու որոշում ես կայացրել, պատրաստ լինել այդ փոխելու այդ որոշումը։ Նեղ մասնագետները երբեմն չեն գտնում իրենց աշխատանքը, չեն ռեալիզացվում աշխատաշուկայում, չունենալով փափուկ հմտությունների կարողություն։ Որոնք են դրանք, եթե մեր ռադիոլսողների համար նշենք, դրանք բանակցության հմտություններն են, դրանք թիմային աշխատանք կատարելն է, ներգրավելն է, պատրաստակամությունն է, ժամանակակից ռեսուրսից պահանջվում են այս հմտությունները դրսևորելու միջավայրում նամակ գրել, ճիշտ նամակագրությունների կանոն եւ երբեմն շատ լավ մասնագետը, որը լավ տիրապետում է իր մասնագիտությանը, նեղ մասնագետ է, անցնում է հարցազրույցը, ներգրավվում է թիմում, բայց ադապտացիայի ժամանակ, այդ հարմարվողականության ծրագրի ժամանակ կարծես չի կարողանում ինտեգրվել եւ HR-ը երբեմն այստեղ ձախողում է իր ընտրությունը կամ իր կողմից տարված տեխնացությունը, ինչու, որտեվ գործատուն հիմա ակնկալում է տեսնել ավելի շատ մարդկային հատկություններ աշխատավայրում, քան նեղ մասնագետ զուրկ մարդկային հատկանիշներից կամ հատկություններից։ Բայց դա ուրախացնում է, որ մարդկային հատկանիշներն առաջին տեղում են։ Այո, համաձայն եմ ձեզ հետ, քանի որ մենք լավ մասնագետ կարող ենք ստանալ։ Գործատուն ունի այդ հնարավորությունները վերապատրաստման ծրագրերի միջոցով, գործողումների միջոցով ստանալու այն մասնագետին, որ ինքը ակնկալում է տեսնել։ Այդ մասնագետը չհեռանա իրենցից։ Բայց մարդ, եթե այդ հատկանիշները չունի, շատ դժվար է այդ մարդուն վերափոխելը եւ ստանալ այն մարդուն, որին որ դու ուզում ես տեսնել թիմում։ Քանի որ եկանք հենց դրան, որ վերապատրաստումներ կան եւ այլն, գործատուն տեսեք, ինստիտուտ, աշխատաշուկա, կտրուկ տարբերություն կա, որովհետև մարդը 5 տարի սովորում է ինստիտուտում, հետո գալիս է այդ մասնագիտությամբ ուզում է աշխատել, ժամանակ արագ է անցնում եւ շատ բան է փոխված լինում եւ հասկանում է, որ 5 տարի սովորել է այն, ինչ իրեն պետք չի գալու, որովհետև գործատուն այլ բան է պահանջում կոնկրետ այդ մասնագետից եւ այստեղ գնում է 0-ից սովորեցնելու ընթացքը, գործատուն ժամանակ, էներգիա, փող ծախսում է ամբողջական այդ ամեն ինչի վրա, որպեսզի ստանա իր ուզած մասնագետը, որովհետև իրեն ավելի ձեռք է տալիս
ինքը ստեղծի, հա, այդ մասնագետին եւ իր գործի տեղի խաղի կանոններին համապատասխան, բայց արի ուտես, որ այդ մասնագետը աճում է եւ մի օր կարող է գնալ ավելի մեծ կազմակերպություն։ Սա էլ կա, այս ռիսկն էլ կա։ Արդյոք կան տարբերակներ, որպեսզի այդ ռիսկը նվազեցնեն, եւ այստեղ մենք միշտ խոսում ենք ու ասում ենք գործ կա, աշխատող չկա, աշխատող կա, գործ չկա։ Սա եւս գալիս է այդ խնդրից, որ կրթությունը եւ աշխատանքային փորձառությունը կտրուկ տարբերվում են իրարից։ Այո, ընդհանրապես զարգացած երկրներում աշխատաշուկային թելադրում է բուհը։ Այսինքն բուհը նախապես արդեն գիտի, թե ինչ մասնագետներ են պետք աշխատաշուկային 5 տարի հետո պայմանական։ Ինքը նախապես արդեն Եվ ինքը արդեն իր ծրագրերի մեջ, այո, փոփոխություններ է ներմուծում, ավելի թվայնացնում է, ավելի մասնագիտությունները, ժամկետներն է կրճատում, իդեպ այդ տենդենսները, միտումները նաև մենք ունենք Հայաստանում։ Երբ ժամկետներն են կրճատվում, ծրագրերն են ավելի սեղմվում, որովհետև ժամանակը կարծես հիմա ռեսուրսի համար ինքը շատ արագ կարող է աշխատանք գտնել, բայց տրամադրել կրթությանը, որն էլ հենց բերում է այդ խզմանը, հա, որ ես սա սովորում եմ, բայց արդյոք դա ինձ պետք է գալու, բերում է դրան։ Իսկ երբ որ մենք այն սեղմում ենք, դարձնում ենք իր համար հարմար ժամանակահատված, եւ ինքն է ընտրություն կատարում, ինչ սովորի, ինչ առարկաներ ընտրի, որ ինքը հետո հետագայում կարողանա աշխատաշուկայում աշխատանք գտնել, այստեղ կարծես մի փոքր կապում ենք բուհը աշխատաշուկայի հետ։ Բայց օրինակ նույն ես ինքս, հա, որպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ տեսնում եմ, թե ինչքան խնդիրներ կան տեխնիկական մասնագետների հարցով, օրինակ ինժեներներ, քիմիկներ, եւ երբ խոսում եմ իմ պահանջված են, այո, բայց բուհը թափուր է, բուհը չունի այդ մասնագետը։ Այդ դեպքում արդյոք մեր ապագա, այսպես ասած, ուսանողները չեն ուսումնասիրում, որոնք են պահանջված մասնագիտությունները եւ այս դեպքում եթե դիտարկենք, ապա տարիների համեմատությամբ եթե գրավիչ չեն իրենց համար։ Ուրեմն փաթեթավորումը գրավիչ չէ։ Պետք է մտածենք ինչ որ մի մոտեցում, կոմպլեքս մոտեցում, որպեսզի լուծենք այս խնդիրը տեխնիկների, այսինքն մարդիկ, ովքեր սարքերն ու սարքավորումներն են աշխատացնելու, գործի են դնելու։ Ժամանակի ընթացքում դրանք ինձ թվում է ամենապահանջվածն են։ Այո, որ իսկ ներկայումս մենք դրսից ենք հրավիրում այդ մասնագետներին երբեմն, բայց երբ գալիս է մասնագետ, այստեղ սովորեցնում է մեր մասնագետին, տեղական մասնագետին, տեսնում ես, որ իրենք ոչինչով իրարից չեն տարբերվում։ Պարզապես բուհը այդ մասնագետի ժամանակակից գիտելիքները ինչ պատճառներով այս պահին այդ սարքերի սարքավորումների գործարկման պարագայում չի տրամադրում։ Այստեղ դիտարկում էլ այլընտրանքային կրթությունն է որպես փրկողակ հանդիսանում, որովհետև ես ինքս իմ աշկի վրաց գալով 5 տարի սովորելով եւ 2 օր սեմինարի մասնակցելով, ես այդ 2 օրվա ընթացքում շատ ավելի մեծ պաշար եմ ձեռք բերել գիտելիքների պրակտիկ դաշտում, քան այդ 5 տարիների ընթացքում։ Հուսանք մեր երիտասարդները ճկունեն եւ այդուհանդերձ փորձում են օգտվել նաեւ այլընտրանքային կրթական տարբերակներից, որպեսզի լինեն ավելի լավ պահանջված մասնագետ։ Հիմա տեղափոխվենք գործատուների աշխարհ, որովհետեւ եթե էլի համեմատություն ենք անում ու տեղափոխվում ենք տարիներ առաջ, ապա կարող ենք ասել, որ մեր բիզնես աշխարհն ու բիզնես մշակույթը շատ զգալիորեն փոխվել է եւ մենք տեսնում ենք այսօր ունենք բիզնեսմեններ, որոնք 0-ից սկսել են երազանքը դարձրել են նպատակ ու գնացել են դրա հետևից ու հիմա իրենք ամբողջությամբ իրենց ստեղծածը զարգացնում, աճեցնում եւ ամենակարևորը իրենք են զարգանում, որպեսզի ճիշտ աճեցնեն այդ բիզնեսը։ Ինչն է փոխվել բիզնեսմենի վարքագծի մեջ, շատ մեծ ուշադրություն, կերպարն էլ է փոխվել, այո, շատ մեծ ուշադրություն են դարձնում կրթությանը։ Եվ ես ամեն օր դրանում համոզվում եմ։ Երբ այո, մենք ներկայումս ունենք բիզնես համայնքներ, որոնք շատ նպաստում են բիզնեսմենի պարբերաբար կրթությանը, հա, նրա կարողությունների հետ են շփվում, հա, կարողությունների զարգացման, այդ կապերի ստեղծմանը, չէ՞ որ երբ դու արդեն քո կյանքում հասել ես ինչ-որ մի կետի, բայց ուզում ես սովորես, դու պետք է փորձը սովորես։ Դու ինչ էլ որ տեսականորեն ուսումնասիրես, դա այդքան էլ քեզ համար էֆեկտիվ չի լինելու, այն ինչը որ դու փորձի փոխանակման միջոցով ես ձեռք բերելու։ Եվ շատ եմ ուրախանում, որ տեսնում եմ շատ երիտասարդ բիզնեսմեններ, որ ինչքան մեծ եռանդով
այսպես շատ հաստատակամ քայլերով հիմնում են բիզնես, ներդրումներ են անում, շփվում են իրենցից ավագ բիզնեսմենների հետ այդ համայնքների շնորհիվ եւ վերցնում են այդ փորձը ու տանում են իրենց գործարար միջավայրում դա կիրառում են եւ շատ տեղ են տալիս կրթությանը։ Այդ տեսեք ընկերությունների վերջերս մի հարցում է իրականացրել հարցման համաձայն 78% եւ ավելին կազմակերպություններ 50 ընկերություններ մասնակցել հարցմանը նշել էին, որ իրենք ունեն հատուկ մշակված կազմակերպության ներսում ուսուցման եւ զարգացման ծրագրեր Աշխատակիցների թե տնօրենների աշխատակիցների դա գալիս է ինչից երբ որ հենց ղեկավարը ինքն է սիրում սովորել, չէ՞ որ ես միշտ նշում եմ, որ ամեն կազմակերպություն նման է իր ղեկավարին եւ կրում է նույն արժե համակարգը, նույն մշակույթը, նույն պահվածքը, այն ինչ որ իր ղեկավարն է կրում։ Եվ այստեղ եթե ղեկավարը միտում ունի պարբերաբար սովորելու վերապատրաստումների անկախ նրանից թե ինքը ինչ տարիքային սեգմենտում ինքը կարող է իր կես տարիքի մասնակցի հետ միասին նստել եւ դասընթացի մասնակցել։ Այստեղ արդեն խնդիր չկա։ Իհարկե, այստեղ արդեն աշխատակիցները նույնպես վերցնում են այդ մշակույթը եւ HR-ները այն օղակն են, ովքեր որ մշակում են այդ դասընթացների շղթան, լինեն դա ներքին ռեսուրսի միջոցով իրականացվող դասընթացներ, թե արտաքին հրավիրյալ մասնագետներ, որոնք անցկացնում են դասընթացները, եւ HR-ների HR-ի գործառույթի մեջ այդ կետը կա հստակ ամրագրված, որ ինքը պարբերաբար պետք է կազմակերպի, ինչու՞ չէ նաեւ անցկացնի անձնակազմի ուսուցման եւ զարգացման ծրագրեր նպաստի աշխատակիցների պարբերաբար կրթվածության աճին, որովհետեւ հիմա շատ բարի մենք սմարթֆոնով կարող ենք ընթերցել կամ աուդիո գրքով ղեկին նստած 15 րոպեանոց գիրք լսել, բայց երբ դու աշխատանքային միջավայրում զուգահեռ եւ սովորում ես եւ դա կիրառում ես, դա արդեն դառնում է քո հմտությունը եւ դա այլևս ոչ ոք չի կարող քեզանից վերցնել։ Իսկ երբ որ դառնում է քո հմտությունը, մի հատ է մոտիվացիոն ծրագիր ես իրականացնում այդ աշխատակցի հետ, ստանում ես wow effect team building-ներն են, որոնք եւս պակաս կարեւոր չեն թիմային աշխատանքի առաջընթացի տեսանկյունից։ Ժամային մասով էլ հակիրճ անդրադառնանք, տեսեք դուք նշեցիք, որ համավարակից շատ բան է փոխվել եւ այո, աշխատակիցները սովորեցին փափուկ հմտություններ, որոնք նախկինում պետք չեն եկել, հաշվի առնելով, որ ենթադրենք 9-ից 5-ը կամ 10-ից 6-ը աշխատավայրում են եղել։ Հիմա կարծես թե ավելի ճկուն է դարձել եւ այստեղ ազատ գրաֆիկը առաջնային դեր է խաղում։ Դուք ինքներդ նշեցիք, որ կարևորը արդյունավետությունն է, այլ ոչ թե ժամանակ մսխելը։ Արդյոք մեծամասնությունն են գործատուների դա ընկալում եւ կարողանում ճիշտ աշխել այդ ժամային գոտիները, որպեսզի արդյունավետ լինի վերջո այդ աշխատանքը։ Գիտեք, Լուսինե, կան մասնագիտություններ, որոնք իմաստ չկա 8 ժամ աշխատակիցը գտնվի քո գրասենյակում, օրինակ սոցիալական մեդիայի աշխատակիցները, հա, իրենք կարող են շատ հանգիստ հեռավար տարբերակով նույն արդյունավետությունը դրսևորել, ինչ որ օֆիսում ընդհակառակը։ Դա նպաստում է, որ դու իրեն չճնշես, չէ՞ որ ինքը ստեղծագործող, մտածող մարդ է եւ թողնես ինքը ռեալիզացվի։ Աշխատասենյակն էլ չծանրաբեռնես։ Չծանրաբեռնես, այո։ Ավելյալ ծախսեր չավելացնես, բայց կան մասնագիտություններ, որոնք պահանջվում է։ Օրինակ, նույն գծային օղակի մենեջերներին դու չես կարող թույլ տալ, որ ինքը հեռավար աշխատի, չէ՞ որ ինքը պետք է կազմակերպի թիմի աշխատանքներ, տեղում պետք է լինի, հսկի բոլորի կատարած աշխատանքի որակը, չէ՞ որ ինքն է կրում պատասխանատվությունը։ Այսինքն այստեղ էլ պիտի ճկուն լինենք, հասկանանք, որը պիտի ազատ լինի, որը ոչ, ճիշտ է։ Եվ այստեղ արդեն ժամանակն է կարծես մեզ թելադրում, թե որ մասնագիտություններին տալ այդ հիբրիդային հնարավորությունը աշխատելու, իսկ որ մասնագիտություններին պարբերաբար վերազինելով կրթական ծրագրեր իրենց նկատմամբ իրականացնելով պահել թիմում, մոտիվացնելով պահել թիմում, քանի որ մենեջերն էլ է ուզում մի փոքր ավելի շատ ազատ ժամանակ ունենալ։ Այստեղ դուք նշեցիք մի քանի անգամ օրինակ բերեցիք միջազգային փորձը, սա թերևս վերջին հարցը կլինի։ Միջազգային փորձը շատ կարևոր է, բայց մենք հաճախ ձախողումներ ենք ունենում, որովհետև բառացի վերցնում եւ copy paste ենք անում, այն հաշվի չառնելով կարևոր մի քանի հանգամանք, արժեքային տարատեսակ
մտածողություն, հա, ազգային մտածողություն եւ այլն։ Այս պարագայում օգնում են արդյոք առավոտյան թեյա կամ սրճախմությունները, երբ աշխատանքի են գալիս եւ աշխատակիցներով պիտի անպայման նստեն, զրուցեն, սա արդյոք մեզ համար շատ կարեւոր բաղադրիչ է, կես կատակ, կես լուրջ խնդրում ասել։ Իրոք շատ կարևոր բաղադրիչ է, դա միավորում է թիմին, այդ թեյախմությունները կամ մտագրող կազմակերպելը թեյախմության ժամանակ, գիտեք, այս սահմանների ընդլայնումը, ես ազատտնտեսական շուկաների ընդլայնումը բերեց նրան, որ աշխատակիցները թե դրսի շուկայի հետ աշխատելով, թե ներսի լոկալ շուկայի հետ աշխատելով, բերեցին այստեղ ներթափանցեցին մշակույթ, որը այդքան էլ մեզ չի խանգարում, մեր տեղական մշակույթի, հա, ընդհակառակ այն լրացնում է բոլոր այն բացերը եւ ստիպում է ձեռք բերել, չէ՞ որ մենք խոսեցինք, պետք է լինել ճկուն, պետք է կարողանալ գտնել այն ամենը, ինչը որ քեզ թույլ կտա, դու լինես լավ մասնագետ թիմում, չէ՞։ Եվ այդ լրացումները իհարկե լինում են այս ձեր նշած թեյախմությունների շնորհիվ։ Վերջին շրջանում նկատում ենք նաև դրսից եկած մասնագետներ, որ այստեղ ընկերություններ են հիմնում, հուսում նրանք էլ մեր լավ բաներն են վերցրել եւ ավելի ջերմ եւ կտանեն իրենց հետ։ Հիշեցնեմ իմ զրուցակիցներ HR փորձագետ եւ կառավարման խորհրդատու Լաուրա Վիրաբյանը, մնացեք հանրայինի հետ, ես Լուսինե Մուրադյանն եմ։ Քո ձայնը